50,000 տարի, սա այն ժամանակն է, որը բաժանում է ձեզ առաջին որսորդից, ով արթնացավ աֆրիկյան սավաննայի սրտում, նայեց ոսկեգույն հորիզոնին, հստակ գիտեր, թե որտեղ գտնել ջուր, միս պաշտպանություն գիշատիչներից, որոնք տիրում էին գիշերը։ Մինչ կայսրություններ ծնվեցին ու կործանվեցին, մինչ քաղաքակրթությունները կառուցեցին բուրգեր երկնաքերեր, մինչ մարդկությունը հնարեց անիվը, գիրը ինտերնետը, մի ժողովուրդ մնաց։ Հարավային Աֆրիկայի սաները, Տանզանիայի հadzաները այսօր էլ որս են անում ճիշտ այնպես, ինչպես իրենց նախնիներն էին որս անում, երբ առաջին Homo sapiens-ները թողեցին իրենց հետքերը կարմիր հողի վրա, նրանք ոչ միայն գոյատում են առյուծների մեջ, նրանք բարգավաճում են, եթե դուք կրքոտ սիրում եք վայրի կենդանիներին իրական վավերագրական ֆիլմերը, մի լքեք այս տեսանյութը։ Դիտեք մինչ վերջ, հիմա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանեք, թե որտեղից եք դիտում։ Պատկերացրեք տեսարանը, Կալահարի անապատը տարածվում է ավելի քան 900,000 քառակուսի կիլոմետրի վրա, անցնելով Բոտսվանայով, Նամիբիայով, Հարավային Աֆրիկայով, ցերեկային ջերմաստիճանը հեշտությամբ գերազանցում է 42 աստիճան Ցելսիուսը։ Ջուրն այնքան սակավ է, որ տեղացիներն այդ հողն անվանում են Քգելագետի, ծարավի երկիր, ոչ մի մշտական գետ չի հատում կարմիր ավազի փշոտ թփերի այս անհունությունը, ոչ մի հուսալի աղբյուր թեթություն չի տալիս չորացած կոկորդին, եւ այնուամենայնիվ, առնվազն 20,000 տարի, որը փաստագրված է հնագիտորեն, հնարավոր է մինչ 100,000 տարի, ըստ որոշ գենետիկական վերլուծությունների, սաները ոչ միայն բնակեցրել են այս անհյուրընկալ վայրը, նրանք այն տուն են անվանել։ Թվերը հակասում են տրամաբանությանը, տիպիկ սան խումբը բաղկացած է 20-ից 25 հոգուց, տղամարդիկ, կանայք, երեխաներ, ովքեր իրենց ողջ ունեցվածքը կրում են մեջքին կամ գլխին, նրանց կացարանները ժամանակավոր կառույցներ են, պատրաստված ճյուղերից խոտից, որոնք կանանց կողմից հավաքվում են 2 ժամից պակաս ժամանակում լքվում են առանց արարողակարգի, երբ կենդանիներին հետելու կամ սննդի նոր աղբյուրներ գտնելու անհրաժեշտություն է առաջանում, չկան ամբարներ, չկան պաշարներ, չկա անվտանգության ցանց։ Յուրաքանչյուր լուսաբաց իր հետ բերում է նույն հարցը, որին բախվել են նրանց նախնիները 500 սերունդ առաջ։ Որտեղ է այսօրվա սնունդը։ Եվ այնուամենայնիվ, հետազոտողները, ովքեր ապրել են սաների հետ 1960-ական 70-ական թվականներին, բացահայտեցին մի բան, որը հակասում է պրիմիտիվ կյանքի մասին արմատյան բոլոր սպասումներին։ Time ամսագրի 1969 թվականի մի հոդված այն այսպես է նկարագրել. Պատկերացրեք մի հասարակություն, որտեղ աշխատանքային շաբաթը հազվադեպ է գերազանցում 19 ժամը, որտեղ նյութական հարստությունը համարվում է բեռ, որտեղ ոչ ոք շատ ավելի հարուստ չէ, քան որը մեկ ուրիշը, դա ֆուտուրիստական ուտոպիա չէր։ Դա Կալահարիի որսորդ հավաքչականների առօրյա կյանքն էր։ Շաբաթական 19 ժամ, մինչ դուք հավանաբար աշխատում եք 40, 50, 60 ժամ շաբաթական, գլխավերում տանիք սեղանին սնունդ ունենալու համար, սաները կարողանում էին հոգալ իրենց բոլոր հիմնական կարիքները՝ սնունդ, կացարան, հագուստ, գործիքներ։ Այդ ջանքերի կեսից պակասով, մարդաբան Ջեյմս Վուդբերնը, ով տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է Տանզանիայի հadzաներին, օգտագործել է ավելի ուղղակի բառեր։ Նրանք հեշտությամբ բավարարում են իրենց սննդային կարիքները, առանց մեծ ջանքերի, առանց մեծ պլանավորման, առանց շատ սարքավորումների, առանց մեծ կազմակերպվածության։ Բայց մի շփոթեք այս թվացյալ հեշտությունը հմտության բացակայության հետ, այն, ինչ պարզ է թվում դիտորդի աչքին, իրականում հազարամյակների ընթացքում կուտակված գիտելիքի արդյունք է, մի գիտելիքի, որն այնքան բարդ է, որ ժամանակակից գիտնականները դեռ պայքարում են այն ամբողջությամբ հասկանալու համար։ Դիտարկեք հետքերով գնալու արվեստը, սան որսորդը կարող է նայել ավազի վրայի հետքերի մի շարքին որոշել ոչ միայն թե որ կենդանին է անցել այդ տեղով, այլ որքան ժամանակ առաջ է անցել, արդյոք վիրավոր էր, արու էր, թե էգ, վազում էր, թե քայլում, արդյոք վերջերս էր կերել, հավանաբար ուր էր ուղղվում։ Հետազոտողների կողմից փաստագրված մի դեպքում սան հետախույզը զննեց ընձառյուծի հետքերը, որոնք համընկնում էին մկան հետքերի հետ, նա բացատրեց, որ մուկը դուրս է գալիս լուսաբացին սնունդ փնտրելու համար։ Ընձառյուծն անցել է մկան հետքերի վրայով, հետաբար ընձառյուծն անցել է վերջին 2 ժամվա ընթացքում, զինված լինելով միայն այս տեղեկությամբ, հետախույզը խումբը տարավ ուղիղ դեպի խիտ բուսականության մեջ թաքնված ընձառյուծը, որը երբեք չէր նկատվի չմարզված աչքի կողմից։ Գնահատեք սա, ոչ մի գիպս, ոչ մի էլեկտրոնային սարքավորում, ոչ մի տեխնոլոգիա, բացի համբերատար դիտարկումից հորից որդուն փոխանցված գիտելիքից, անթիվ սերունդների ընթացքում, եւ այնուամենայնիվ ճշգրտությունը մրցում է արբանյակային հետման համակարգերի հետ, որոնց մշակումը միլիոնավոր դոլարներ արժե։
Սաները մտովի դասակարգել են բույսերի հազարավոր տեսակներ, դրանց սննդային, բժշկական, միստիկ, ժամանցային մահացու օգտակարությունները, նրանք գիտեն, թե որ արմատները կարելի է ճզմել արտակարգ իրավիճակներում ջուր ստանալու համար, որ տերներն են բուժում վարակները, որ կեղներն են մեղմում ցավը, որ սերմերը կարող են սպանել չափահաս տղամարդուն մի քանի ժամում, այս գիտելիքը գրված չէ ոչ մի գրքում։ Այն գոյություն ունի միայն տարեցների մտքում գիշերային խարույկների շուրջ պատմվող պատմություններում։ Եվ հետո կա թույնը։ Սաների աղեղները զարմանալիորեն թեթ են։ Կառուցված են երկար տարածություններ կրելու համար, այլ ոչ թե մահացու հարվածներ հասցնելու, սան աղեղից արձակված նետը հազիվ թե այնքան խորը թափանցի, որ սպանի այցքաղին, էլ չասած ընձուղտի կամ բուֆալոյի չափի կենդանու մասին։ Հազարամյակների ընթացքում մշակված լուծումը հանճարեղ է մահացու։ Թույն, արդյունահանված բզեզների թրթուրներից։ Դեմփերի ցեղի բզեզները իրենց ձվերը դնում են քմեֆորը ցեղի թփերի ցողունների վրա, նույն բույսերի, որոնք արտադրում են զմուռը սկնդրուկ, թրթուրները զարգանալով փորում են մինչ 1 մետր խորությամբ հողի մեջ, որտեղ ձավորում են ավազե բոժոժներ մտնում են քնի վիճակի մեջ, որը կարող է տել տարիներ, սամ որսորդները հստակ գիտեն, թե որտեղ փնտրել, նրանք փորում են 90 սանտիմետր ավազի կարմիր կավի միջով, գտնելու այդ բոժոժները, ծայրահեղ զգուշությամբ հանում են թրթուրները, թույնը հայտնի հակաթույն չունի։ Պատրաստում են տոքսինը։ Պատրաստման գործընթացը տատանվում է տարբեր սան խմբերի միջ, բայց սովորաբար ներառում է թրթուրների ճզմումը ընձուղտի կամ կուդուի ոսկորի վրա, թրթուրային հյուսվածքի խառնումը թքի որոշ բույսերի հյութի հետ, ստացված մածուկի քսումը նետիլիսերին, երբեք ոչ ծայրին, դժբախտ պատահարների վտանգը նվազեցնելու համար, յուրաքանչյուր նետ պահանջում է մոտավորապես 10 թրթուր, արդյունքը մի զենք է, որը կարիք չունի ակնթարթորեն սպանելու, այն միայն պետք է թափանցի մաշկի մեջ։ Արյան հոսքի մեջ մտնելուց հետո դիամֆոտոքսինը, ինչպես գիտնականներն անվանեցին միացությունը, սկսում է զանգվածաբար ոչնչացնել կարմիր արյան բջիջները, հարված ստա։ Ցած կենդանին շարունակում է վազել, բայց աստիճանաբար կորցնում է թոքերից մարմնի մնացած մասերին թթվածին փոխադրելու ունակությունը, մահ դանդաղ շնչահեղձությունից։ Փոքր այցքաղի համար, ինչպիսին է դույկերը, գործընթացը տում է մի քանի ժամ, էլանդի համար, աֆրիկյան ամենամեծ այցքաղը, որը կշռում է մինչ 900 կիլոգրամ, դա կարող է տել 7-ից 12 ժամ, ընձուղտի համար, մինչ 3 օր։ 3 օր։ Սա նշանակում է, որ իր թունավոր նետը արձակելուց հետո սան որսորդը պետք է հետի վիրավոր կենդանուն Կալահարիի անողոք տեղանքով, այրող արի տակ, առանց հետքը կորցնելու, մինչ որ որսը վերջապես տեղի տա, կախված կենդանուց պայմաններից, այս հետապնդումը կարող է ընդգրկել 25-ից 70 կիլոմետր։ Բայց գոյություն ունի որսի միծ, որն էլ ավելի արտասովոր է, միծ, որը մարտահրավեր է նետում մարդկային դիմացկունության սահմաններին, որը, ըստ որոշ հետազոտողների, կարող է ձավորած լինել մեր մարմնի հենց էվոլյուցիան համար, որը persistent չէ։ Մարդիկ վատ սպրինտերներ են, համեմատած գրեթե ցանկացած աֆրիկյան որսի հետ, կուդուն կարող է վազել ժամում 60 կիլոմետր արագությամբ, լավ մարզավիճակում գտնվող մարդը հազիվ է գերազանցում 35 կարճ տարածության վրա։ Բայց մարդիկ ունեն մի առավելություն, որը գրեթե ոչ մի այլ կաթնասուն չունի։ Ամբողջ մարմնով մեկ բաշխված քրտնագեղձեր, մինչ այցքաղները այլ չորքոտանիները պետք է կանգ առնեն հան ջերմությունը ցրելու համար, մի գործընթաց, որը լավ չի աշխատում վազքի ժամանակ, մարդիկ կարող են քրտնել վազել միաժամանակ։ 1990-ական թվականներին հարավաֆրիկացի կենսաբան Լուիս Լիբենբերգը բացառիկ պատիվ ունեցավ ուղեկցելու Կալահարիում սան որսորդների կողմից իրականացվող համառ որսին, գործընթացը սկսվեց օրվա առավելագույն տապին, 40-ից 42 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում, երբ որսորդները խմեցին հնարավորինս շատ ջուր ընտրեցին մի կուդու հետապնդելու համար։ Կուդուն փախավ, որսորդները վազեցին հետից, երբ կենդանին կանգնում էր ստվերում հանգստանալու, որսորդները գտնում էին նրան հետքերով նորից վախեցնում, ստիպելով վերադառնալ այրող արի տակ, շրջափուլը կրկնվեց ժամեր շարունակ։ Աստիճանաբար կուդուի հետքերը սկսեցին ցույց տալ հյուծվածության նշաններ, ավելի կարճ քայլեր, ավելի շատ բարձրացված ավազ, ստվեր գտնելու ավելի ու ավելի հուսահատ փորձեր։ 3 ժամ 35 րոպե անդադար հետապնդումից հետո, անցնելով մոտավորապես 35 կիլոմետր, կուդուն վերջապես կանգ առավ, նա չփախավ, երբ որսորդը մոտեցավ, նա ֆիզիկապես ի վիճակի չէր մեկ քայլ անելու։ Նրա մկանները կոլապսի էին ենթարկվել գերտաքացումից, որսորդը, Կարոհալ Անգվանե անունով մի տղամարդ, սպանեց կենդանուն նիզակով, որսն ավարտված էր։ Լիբենբերգը գրեթե մահացավ այդ որսի ժամանակ, արահարության նշաններն այնքան ակնհայտ դարձան, որ որսորդներից մեկը, Նեյթ անունով մի տղամարդ, թողեց արդեն գրեթե հաղթված կուդուի հետապնդումը, որպեսզի հետազոտողին հետ տանի ճամբար։
Նեյթը ռիսկի ենթարկեց որսը կորցնելը օտարերկրացու կյանքը փրկելու համար։ Քիչ մարդաբաններ են երբեք ականատես եղել համար որսի, Լիբենբերգը առաջիններից էր, ով այն գիտականորեն փաստագրեց, և նրա եզրակացությունը ցնցող էր իր պարզությամբ։ Մարդիկ էվոլյուցիա են ապրել վազելու համար, երկար ոտքերը, զարգացած աքիլլեսյան ջլերը, լայն ուսերը, մարմնի մազածածկույթի հարաբերական բացակայությունը, այս բոլոր հատկանիշները, որոնք մեզ տարբերում են մեր պրիմատ զարմիկներից, իմաստ են ստանում, երբ նայում ենք համառ որսի պրիզմայով, մեր նախնիները ամենաարագը չէին, նրանք ամենահամառն էին։ Բայց համառ որսը հազվադեպ է նույնիսկ սաների մոտ, որսերի մեծ մասը ներառում է թունավոր աղեղներ, հանճարեղ թակարդներ կամ պարզապես հավաքչություն, որը կազմում է սննդակարգի մոտ 80%-ը ըստ Քաշի։ Հենց կանայք են ապահովում խմբի կողմից սպառվող կալորիաների մեծ մասը, փորելով պալարներ, հավաքելով հատապտուղներ, ընկույզներ սերմեր, հավաքելով ջայլամի ձվեր, որոնք ծառայում են որպես սնունդ, որպես ջուր պահելու տարաներ։ Ջայլամի ձվի կեղները, ի դեպ, պահպանման այն սակավաթիվ ձերից են, որոնք սաներն օգտագործում են, լցված ջրով թաղված միայն խմբի անդամներին հայտնի վայրերում, այս բնական տարաները գործում են որպես արտակարգ իրավիճակների պաշարներ, սփռված տարածքով մեկ։ Մի գիտելիք, որը կարող է նշանակել կյանքի մահվան տարբերություն, երբ երաշտը հասնում է ծայրահեղ մակարդակի։ Իսկ երաշտը միշտ գալիս է։ Բայց երբ այն գալիս է, սաները պատրաստ են այնպիսի ձերով, որոնք հակասում են երակայությանը, նրանք գիտեն մի արմատ, որը կոչվում է B մի սոխուկ, որը ճզմելիս տալիս է բավարար ջուր արտակարգ իրավիճակներում ծարավը հագեցնելու համար։ Գիտեն հավաքել առավոտյան ցողը որոշ բույսերի տերներից, նախքան արը կգոլորշիացնի այն, գիտեն նշանները, որոնք ցույց են տալիս, թե որտեղ է ստորգետնյա ջուրը ամենամոտը մակերույթին, նշաններ, որոնք անտեսանելի են ցանկացած չմարզված դիտորդի համար։ Սան կանայք ավելի քան 200 տեսակի ուտելի բույսերի փորձագետներ են, նրանք կարող են նույնականացնել 30 սանտիմետր խորությամբ թաղված պալարը, միայն նայելով մակերեսի թոշնած տերներին, գիտեն, թե որ հատապտուղները որ սեզոնին են հասունանում, որ ընկույզները պետք է մշակվեն տոքսինները հեռացնելու համար, որ արմատները կարող են սպառվել հում, իսկ որոնք, եփած, այս բուսաբանական գիտելիքը, որը փոխանցվել է մորից դստերը անթիվ սերունդների միջոցով, ներկայացնում է մի կենդանի հանրագիտարան, որը ոչ մի գիրք չի կարողացել ամբողջությամբ որսալ։ Եվ կա նա հոգոր չափումը, սաները հավատում են, որ աշխարհի սկզբնական արարման ժամանակ մարդիկ կենդանիները անջատելի չէին, միայն երկրորդ արարումից հետո նրանք բաժանվեցին, կրթվեցին տարբեր սոցիալական կոդերով։ Այս հավատքը հիմնավորում է խորը հարգանքի հարաբերությունը իրենց շրջապատող ֆաունայի ֆլորայի հետ, կենդանուն սպանելուց առաջ որոշ որսորդներ ներողություն են խնդրում որսից, մահից հետո նրանք շնորհակալություն են հայտնում զոհաբերության համար, որը կպահի իրենց ընտանիքները։ Սան շամանները մտնում են տրանսի մեջ ծիսական պարերի ժամանակ, որոնք կարող են տել ողջ գիշեր, գիտակցության այս փոփոխված վիճակում նրանք պնդում են, որ հաղորդակցվում են մահացած նախնիների հոգիների հետ, նույն նախնիների, ովքեր, ըստ ավանդույթի, սկզբնապես սովորեցրել են, թե որ բույսեր ընտրել, տարվա որ եղանակին հավաքել դրանք որտեղ գտնել, նետի թույնի մասին գիտելիքը, օրինակ, վերագրվում է այս տրանսային պարերի ժամանակ ստացված հայտնություններին։ Գիտություն, թե միստիցիզմ, սահմանը լուծվում է, երբ հաշվի եք առնում, որ այս համակարգը գործել է շարունակում է գործել ավելի երկար, քան պատմության մեջ գրանցված որևէ քաղաքակրթություն։ Գլուխ երկրորդ, որսի հարևանները և լուսաբացի պահապանները։ Տիպիկ հացը ճամբարից 300 մետրից պակաս հեռավորության վրա առյուծը կարող է դիտելիս լինել, նրա դեղին աչքերը չեն թարթում, մինչ նա գնահատում է իրավիճակը, նա ճանաչում է այդ մարդկանց, նույն մարդկանց, ովքեր անթիվ սերունդներ շարունակ բոբիկ քայլում են սավաննայով, զինված միայն փայտե աղեղներով, թունավոր նետերով։ Հացաները ապրում են հյուսիսային Տանզանիայում, Էյասի լճի ափը։ Լին, մեծ ռիֆտային հովտի սրտում, նրանց տարածքը գտնվում է Օլդուվայ կիրճից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա, այն վայրը, որտեղ հայտնաբերվել են Homo habilis-ի բրածոները, որոնք թվագրվում են 1.900.000 տարի առաջ։ Հնագիտական ապացույցները հուշում են, որ հածաներին նման որսորդ հավաքչականները շարունակաբար զբաղեցնում են այս տարածաշրջանը առնվազն 50,000 տարի։ 50,000 տարի նույն վայրում, մինչ մարդկային այլ պոպուլյացիաներ գաղթեցին, նվաճեցին, կառուցեցին, կործանեցին, հածաները մնացին, նրանց լեզուն մեկուսի մի լեզու, լի բաղաձայնային կտտոցներով, որը հայտնի կապ չունի մոլորակի որևէ այլ լեզվի հետ, չի կրում գաղթի ոչ մի հիշողություն, նրանց բանավոր պատմությունները չեն խոսում հեռավոր նախնյաց երկրի մասին, հածաների համար սա միշտ եղել է տունը։
Այսօր մնացել է մոտավորապես 1300 հաձա, դրանցից միայն 300-ից 400-ն են դեռ ապրում որպես լիաժամկետ որսորդ հավաքչականներ, իրենց սննդի մեծ մասը ստանալով անմիջապես թփուտներից, մնացածները մղվել են միջանկյալ գոյության, մասամբ ավանդական, մասամբ նստակյաց գյուղերում, որտեղ հավաքված սնունդը լրացնում են հարան հողագործներից գնված կամ փոխանակված ապրանքներով։ Դիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ հաձա տղամարդը դուրս է գալիս որսի, նա արթնանում է լուսաբացից առաջ, ստուգում է իր աղեղը, մի ահեղ զենք, որը պահանջում է ավելի քան 45 կիլոգրամ ուժ ամբողջությամբ ձգելու համար։ Մեկնում է միայնակ կամ 1-2 ընկերների հետ, չկա մշակված պլանավորում, չկան կազմակերպված արշավախմբեր, յուրաքանչյուր օր բերում է իր հնարավորությունները։ Քայլելու ընթացքում նրա աչքերը գրանցում են ամեն ինչ՝ կոտրված ճյուղ, մասնակի հետք, թարմ արտաթորանք, թռչնի հանկարծակի թռիչք, ցանկացած նշան, որը ցույց է տալիս պոտենցիալ որսի առկայությունը, երբ ճյուղի վրա տեսնում է փոքրիկ թռչուն։ Որսորդը ակնթարթորեն կանգ է առնում, սահուն շարժումով լարում է աղեղը կրակում, նետը հարվածում է թիրախին, թռչունը ամրացվում է գոտուն, քայլքը շարունակվում է։ Կես ժամում հաձա որսորդները կարող են խփել մի քանի թռչուն, 1 կամ 2 սկյուռ, միգուցե մի նապաստակ, փոքր որս, լրացում, բայց դա բավարար չէ ամբողջ ճամբարին կերակրելու համար, նրանց պետք է ավելի մեծ բան։ Հաձաները որսում են կամ որսում էին նախքան ֆերմերների հովիվների ընդլայնումը, որը կտրուկ կրճատեց տեղական ֆաունան, զեբրեր, բուֆալոներ, ընձուղտներ, տարբեր չափերի այծքաղներ։ Մինչ 1960-ական թվականները մարդաբան Ջեյմս Վուդբերնը հայտնել էր տարածաշրջանում որսի բացառիկ առատության մասին, ներառյալ 400 փղերի հոտեր, ինչպես նառընգեղջյուրներ, բորենիներ, առյուծներ, անթիվ այլ կենդանիներ։ Այս առատությունը մեծ մասամբ անհետացել է, այսօր հաձաները հիմնականում կախված են ավելի փոքր կենդանիներից, ինչպիսիք են դիկ-դիկը, մի այծքաղ, որը կշռում է ընդամենը 5 կիլոգրամ, վայրի խոզերը, մանգուստները, կապիկները։ Եվ հետո կա մեղրը։ Եթե կա մի բան, որը հաձաները գնահատում են գրեթե ամեն ինչից վեր, դա մեղրն է, նրանք գիտեն իրենց տարածքում գտնվող յուրաքանչյուր փեթակի տեղը արտասովոր հարաբերություններ են պահպանում մի թռչնի հետ, որը կոչվում է մեծ մեղրացույց indicator։ Այս թռչունը որսորդներին առաջնորդում է դեպի թաքնված փեթակները, մոմի մնացորդների դիմաց, որոնք մարդիկ թողնում են մեղրը հանելուց հետո, հաձաները սուլում են, հարվածում ծառերին բղավում, թռչնի ուշադրությունը գրավելու համար։ Թռչունը պատասխանում է բնորոշ կանչով։ Թռչուն ծառից ծառ, որսորդին տանելով դեպի փեթակը։ Տեսակների միջ գործընկերություն, որը գոյություն ունի հազարամյակներ շարունակ, մաքուր մուտուալիզմ։ Երբ հաձա որսորդը գտնում է փեթակը, լինի դա թռչնի առաջնորդությամբ, թե իր սեփական գիտելիքով, նա կրակ է վառում օգտագործում ծուխը մեղուներին հանգստացնելու համար, կացնով բացում է ծառի բունը հանում ոսկեգույն մեղրով լի մեղրահացերը։ Գործընթացը զերծ չէ ռիսկերից, խայթոցները սովորական են, ծառերից ընկնելը պատահում է, բայց պարքը արժե յուրաքանչյուր խայթոցին։ Մեղրը հաձաների համար շատ ավելին է, քան կալորիաները, դա տոն է, դա խտացված էներգիա է, դա այն սնունդն է, որը որսորդները սպառում են երկար հետապնդումներից առաջ, որը հղի կանայք ստանում են որպես հատուկ հավելում, որը ծերերը վայելում են որպես պարկ համայնքին տասնամյակների ներդրման համար։ Մեղրի սեզոնի ընթացքում հաձաները կարող են իրենց օրական կալորիաների մինչ 15%-ը ստանալ այս միակ աղբյուրից։ Հաձա երեխաները մեծանում են ազատության մի միջավայրում, որը կշոկահարեր արմտյան ցանկացած ծնողի, շատ փոքր տարիքից նրանք ուղեկցում են մայրերին հավաքչական արշավների ժամանակ, սովորելով նույնականացնել ուտելի բույսերը դիտարկման պրակտիկայի միջոցով։ 7 կամ 8 տարեկանում տղաներն արդեն պատրաստում են փոքր աղեղներ ու նետեր զբաղվում են հրացքությամբ ինքնաշեն թիրախների վրա, 12 տարեկանում նրանք մասնակցում են իրական որսերի, թեկուզ օժանդակ դերերում, չկան դպրոցներ, չկան գրքեր։ Ուսումնական ծրագիրը հենց գոյությունն է։ Բայց կյանքը խոշոր գիշատիչների տարածքում ունի իր գինը, հաձաները ոչ միայն որսում են, նրանք նա պոտենցիալ որս են, և նրանք մշակել են ռազմավարություններ այս իրականության հետ գործ ունենալու համար։ Որոշ հաձաներ ուտում են գիշատիչների, հենց այդպես, առյուծները, ընձառյուծները, այլ վայրի կատվազգիները, շնագայլերը, բորենիները, նույնիսկ անգղերը պոտենցիալ սննդակարգի մաս են կազմում, միակ կենդանիները, որոնց հաձաները հրաժարվում են ուտել։ Սողուններն են, մողեսներ, օձեր նմանատիպեր, բայց առյուծը, որը սպառնալիք կամ հնարավորություն է ներկայացնում, կարող է հայտնվել ճաշացանկում։ Հաձա առասպելաբանության մեջ կա մի պատմություն Սենգանի անունով մի հսկայի մասին, ով հնագույն ժամանակներում հրամայել էր առյուծներին հարձակվել մարդկանց վրա, մինչ այդ, ըստ պատմության, առյուծները համարվում էին անվնաս։ Ժողովուրդը սպանեց հսկային ի վրեժխնդրություն, բայց առյուծների թշնամանքը մնաց, դա մի պատմություն է, որն արտացոլում է մարդկանց գիշատիչների միջ մշտական լարվածությունը այս միջավայրում։
Աֆրիկայի այլ մասերում ավանդական համայնքները մշակել են առյուծներից միս գողանալու պրակտիկա, սպիտակուց ստանալու միս առանց որսի ջանքերի, հետազոտողները փաստագրել են դեպքեր Ուգանդայում, Տանզանիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, որտեղ մաչետեներով, փայտերով, քարերով զինված տղամարդկանց խմբերը դիմակայում են առյուծներին իրենց նոր սպանած որսի վրա, ստիպելով խոշոր կատվազգիներին նահանջել։ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մի գյուղ, ըստ մի հետազոտության, հանդուրժում էր շրջակայքում ապրող առյուծներին, հատկապես նրանց տրամադրած մսի հեշտ հասանելիության համար։ Քենիայի, Տանզանիայի մաասայները այս հարաբերությունները հասցրել են ծայրահեղության, երիտասարդ մաասայի համար առյուծ սպանելը ավանդաբար համարվում էր խիզախության տղամարդկության մեծագույն դրսևորում, անցման ծես դեպի չափահասություն։ Միայն նիզակներով զինված ռազմիկների խմբերը շրջապատում էին առյուծին, նրա հետ բախվում ուղղակի մարտում։ Կատարյալ լռություն։ Եվ հետո հարձակումը։ Հածաները չեն կիրառում այս տեսակի ծիսական բախումներ, նրանց մոտ եծումն ավելի պրագմատիկ է, խուսափել, երբ հնարավոր է, դիմակայել, երբ անհրաժեշտ է, օգտվել, երբ հնարավորությունը ծագում է, բայց գիշատիչների հետ համակեցությունը ձևավորել է նրանց գոյությունը նուրբ խորը ձեռով։ Հածաճամբարները ժամանակավոր են ըստ դիզայնի, տիպիկ խումբը մնում է մի վայրում մեկ շաբաթից մինչ 2 ամիս նախքան տեղափոխվելը, երբ կոնֆլիկտներ են առաջանում կամ երբ գիշատիչները դառնում են խնդրահարույց, ամենատարածված լուծումը ոչ թե բախումն է, այլ տեղափոխությունը, ինչու վտանգել կյանքը, երբ կա բավարար տարածք պարզապես ուրիշ տեղ գնալու համար։ Կոնֆլիկտից խուսափելու այս փիլիսոփայությունը ներթափանցում է հածաների ողջ սոցիալական կառուցվածքի մեջ, չկան առաջնորդներ, չկա պաշտոնական հիերարխիա, որոշումները կայացվում են կոնսենսուսով, քննարկման միջոցով, երբ կոնսենսուսը հնարավոր չէ, այլախոհները պարզապես հեռանում են միանում մեկ այլ խմբի, դա սոցիալական կազմակերպման միծ է, որը նվազագույնի է հասցնում լարվածությունը, առավելագույնի է հասցնում ճկունությունը, էական հատկանիշներ գոյատելու համար մի միջավայրում, որտեղ հարմարվողականությունը գերազանցում է կոպիտ ուժին։ Հածատղամարդիկ օրական միջինը ընդամենը 3-ից 4 ժամ են անցկացնում որս անելով կամ հավաքելով, մնացած ժամանակը նվիրված է սոցիալականացմանը, հանգստին, գործիքների պատրաստմանը, պարզապես համայնքի հետ ներկա լինելուն։ Կանայք հետում են նմանատիպ օրինաչափության, չկա հարստության կուտակում։ Մսի ցանկացած ավելցուկ անմիջապես կիսվում է ողջ ճամբարի հետ, որ սորթը, ով սպանում է մեծ կենդանի, ստանում է կաշին որպես խորհրդանշական պարկ, բայց միսը պատկանում է բոլորին։ Դա աշխատեց։ 50,000 տարի այս համակարգը աշխատեց, առանց հիերարխիայի, առանց կուտակման, առանց հողի մասնավոր սեփականության, առանց կենդանիների ընտելացման, առանց գյուղատնտեսության, հածաները սաները ցույց տվեցին, որ գոյություն ունի մարդկային գոյության այլընտրանքային միծ, որը մեր նախնիները կիրառել են մեր տեսակի պատմության 99%-ի ընթացքում։ Բայց շրջակա աշխարհը փոխվեց։ Վերջին 50 տարում հածաները կորցրել են իրենց ավանդական տարածքի 90%-ը, ֆերմերները ընդլայնել են իրենց մշակահողերը որսորդական հողերի վրա, դատողգա հովիվները բերել են այծերի տավարի հոտեր, որոնք սպառում են ջրի աղբյուրները, ոչնչացնում բուսականությունը, որը պահում է վայրի ֆաունան, մասնավոր որսորդական արգելոց է հիմնվել հածաների արմտյան հողերում, հածաներին պաշտոնապես արգելված է որս անել այնտեղ, հեգնանքը կործանարար է։ Արևելյան Աֆրիկայի վերջին որսորդ հավաքչականները, որոնց արգելված է որս անել իրենց իսկ նախնյաց հողում։ 2011 թվականին 700 հոգանոց հածահամայնքը ստացավ իրավական տիտղոսներ մոտավորապես 23,000 հեկտար հողի նկատմամբ։ Պատմական հանգրվան առաջին անգամ, երբ Տանզանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց փոքրամասնություն կազմող ցեղի տարածքային իրավունքները, բայց 23,000 հեկտարը միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչ նրանք ունեին, եւ ճնշումը շարունակվում է։ Ալկոհոլը եկավ, բարի մտադրություններով այցելուները բերում են նվերներ, որոնք ներառում են թորած խմիչքներ, նյութեր, որոնք երբեք չեն եղել հածաների ավանդական սննդակարգի մաս, որոնց նկատմամբ նրանք չեն մշակել մշակութային կամ ֆիզիոլոգիական հանդուրժողականություն։ Հետազոտողները հայտնում են ակնհայտ հարբած հածականանց հետ հանդիպումների մասին ճամբարներում, որտեղ երեխաները տառապում են փորլուծությունից թերսնումից, զբոսաշրջությունը, որը պետք է պահպաներ մշակույթը, որոշ դեպքերում արագացնում է դրա կործանումը։ Սաները բախվում են նմանատիպ ճնշումների։ 2002 թվականին վերջին որսորդ հավաքչականները բռնի տեղահանվեցին Բոտսվանայի կենտրոնական Կալահարիի որսորդական արգելոցից, պաշտոնապես նրանց ծառայություններ մատուցելու համար, ինչպիսիք են դպրոցները, բժշկական սպասարկումը, գործնականում ադամանդի արդյունահանման համար ճանապարհ բացելու համար, համայնքները սահմանափակվեցին ամուլ բնակավայրերում, թշնամական միջավայրերում, որտեղ խոստացված ծառայություններից քչերը նյութականացան։
Տարիներ տաց իրավական պայքարը ի վերջո վերականգնեց սաների արգելոցում ապրելու իրավունքը, բայց վնասն արդեն հասցված էր, գիտելիքի սերունդներ կորան, երբ տարեցները մահացան քաղաքային բնակավայրերում, հեռու այն հողից, որը պահում էր ոչ միայն նրանց մարմինները, այլ նրանց ինքնությունը։ Եվ ահա վերջնական ողբերգությունը, արմատյան գիտնականները տասնամյակներ են անցկացրել ուսումնասիրելով սաներին հածաներին, հավաքելով դնթեի նմուշներ, վերլուծելով քնի օրինաչափությունները, հետազոտելով աղիքային միկրոբիոմի կազմը, չափելով սթրեսի մակարդակը, փաստագրելով հետքերով գնալու տեխնիկան, նրանք պարզեցին, որ այս ժողովուրդները շատ չափելի առումներով ավելի առողջ են, քան ժամանակակից քաղաքային պոպուլյացիաները, քիչ սրտանոթային հիվանդություններ, քիչ դիաբետ, քիչ դեպրեսիա, ավելի շատ աղիքային միկրոբային բազմազանություն, քնի ավելի լավ որակ, ավտոիմուն հիվանդությունների ավելի ցածր տարածվածություն։ Որսորդ հավաքչականները ոչ միայն գոյատում են, նրանք բարգավաճում են այնպիսի ձերով, որոնք զարգացած աշխարհը մոռացել է։ Բայց գիտելիքը, որը պահում է այս բարգավաճումը, չի կարող ներբեռնվել ինտերնետից, այն չի կարող սովորվել հանգստյան օրերի դասընթացում, այն տիրապետելու համար պահանջվում է մի ողջ կյանք, իսկ մշակելու համար մի ողջ քաղաքակրթություն։ Երբ վերջին սան հետախույզը մոռանա, թե ինչպես կարդալ հետքերը, որոնք նրա աչքերը միշտ գիտեին մեկնաբանել, երբ վերջին հաձավորսորդը վերջին անգամ վայր դնի իր աղեղը, գիտելիքից ավելի խորը մի բան անհետացած կլինի, մահացած կլինի կենդանի ապացույցն այն բանի, որ մարդկությունը կարիք չունի։ Տիրելու բնության ապրելու համար բավական է հասկանալ այն։ 50 հազարամյակ շարունակ այս ժողովուրդները ցույց տվեցին, որ առատությունը չի չափվում կուտակումով, որ հարստությունը չի պահանջում ոչնչացում, որ համայնքը կախված չէ ցանկապատերից։ Արմատյան գիտնականները տասնամյակներ են անցկացրել փորձելով հասկանալ, թե ինչպես են սաները կարդում հետքերը ԳՊՍ համակարգի ճշգրտությամբ, պատասխանը երբեք բանաձևի մեջ չէր, այն ուշադրության մեջ էր, համբերության մեջ։ Գործելուց առաջ դիտարկելու խոնարհության մեջ, հմտություններ, որոնք ժամանակակից աշխարհը իր անվերջ շտապողականության մեջ մոռացել է։ Թերս մեծագույն նվերը, որ Աֆրիկայի նախնյաց որսորդները կարող են առաջարկել, ոչ թե նրանց գիտելիքն է թույների կամ հետախուզության մասին, դա այն անհանգստացնող հիշեցումն է, որ այն ձև, որով մենք ապրում ենք այսօր, քրոնիկական տագնապով, հողից անջատվածությամբ, զանգվածային միայնությամբ, միակ հնարավոր ձը չէ, 50 հազար տարի շարունակ եղել է մեկ այլ ճանապարհ, եւ մայրցամաքի որոշ հեռավոր անկյուններում, որտեղ ծնվել է մարդկությունը, այդ ճանապարհը դեռ շնչում է։ Առայժմ